ուշադրություն։ Ես խոսում եի չէ, որ Ռոբերտ Քոչարյանը իր տարածքը Էրեբունի պլազա տվել է վարձակալության, այսինքն տվել է պետությանը, ու պետությունը դրա դիմաց իան վճարում է, այսինքն բանին։ Ինքը իր տարածքում վարձով նստած է, հա, ոնց որ ես հիմա գամ իմ տան մեջ վարձով նստեմ։ Ձեր Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին։ Ես նստած եմ ստեղ, գրել եմ, որ այս օֆիսը ես վարձակալել եմ, պետություն, փողոթուր։ Եվ Ռոբերտ Քոչարյանի, այսինքն երրորդ նախագահի գրասենյակի ամսվա ծախսը, ծախսը, ոնց ուզում եք հասկացեք, կազմում է ամիսը $12,000։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի մի խանութում մի հատ գալստուկ, մի հատ բան, թաշկինակ, երկու զույգ նասկի առնում ենք, արդեն $12,000 է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի օֆիսը, որը որ գտնվում է Էրեբունի պլազայում, են որ ասում են Ռոբիկին տանը բերում են, կանչել են հակակոռուպցիոն կոմիտե, Ռոբերտին կարող է կալանավորեն, Ռոբերտ Քոչարյանին կալանավորեն, Նիկոլ Ընգելա Ռոբիկի այս թատրոնը, որ հիմա այս բոզի տղեկ ուզում են խաղան, որովհետև այլևս գնալու տեղ չունեն, որովհետև Վարդան Ղուկասյանը փաստերով սրանց տունու տեղը ծծցնում է, Հայաստանի Հանրապետության բյուջեից ամիսը $12,000 գնում է միայն Ռոբերտ Քոչարյանի օֆիսին։ Տարածքը, սրա մեջ չի մտնում աշխատակիցները, որոնք որ մենք ենք վճարում, դաչի փողը, որը որ մենք ենք վճարում, գազ, լուր, ջուր, սպասավոր, մասավոր, վարորդ, ախրանա, վառելիք եւ այլն, լույս, գազ, այս ամենը մեր վզին է։ Ու հիմա նորից սկսում են թատրոն, որ իշխանությունները հետապնդում են Ռոբերտ Քոչարյան, Սերանն ու Շեղիչ, բերման պիտի ենթարկեն հակակոռուպցիոն դատարան, հələ սրանց թատրոնը նայես, բոզի տղեկի։ Դու չես ասում Ռոբերտ Քոչարյան, Էրեբունի պլազան քեզի որտեղից, որ հələ մի հատ էլ դու տեղ օֆիս ես ներկայացնում պետությանը պիտի $12,000 ամիս այդ օֆիսի փողը տա քեզ։ Համ դու ըտենստես, համ ես քո նստելու համար դրա համար վճարեմ։ Հարկա հետո ասեմ բյուջեն փող չկա։ Թալանել են, գրփել են, նախկիններն են մեղավոր։ Պիտի 20 օր հետո ամուսնանար։ Էսե 20 օր առաջ ամուսնացել է, բայց ինքը բանակից ազատված է։ Կնի կարամա դոմփի։ Պրոստինը վեգալեն, վնդարե անեն եւ այլն։ Բայց Կիրեմը բխով։ Չեմ ուզում քֆուր տամ, որովհետև հիմա կասեն, խնդրեմ, բայց ես դազգին վիրավորում եմ եւ այլն, օքեյ, ես սրանց քֆուր չեմ տալի, ինձ ոչ չնեղանան, բայց խոմ դու գիտեք, որ ես իմ ոնց եթե բռնաբարեմ եմ, ձեզ պիտի սովորական երևույթ է, բռնաբարեմ ու բռնաբարեմ, բայց այս անգամ էլ եմ բարի։ Կիրեմը խոդը, կիրեմը բախո, կիրեմը ես, կիրեմը են, վնդարը հերը, Բազարը հոր, էտո։ Ռազմակալոցի կանչում կապիտան Թադևոսյան։ Բարև ձեզ, պարոն Թադևոսյան, մայոր Ղուկասյան, ընդունեք հաղորդում։ Ասեք։ Ջանգոյան Սուրիկ Գերմանի։ Ջանգոյան Սուրիկ Գերմանի 19 տարեկան, ծննդյան թիվը չգիտենք, տարիքը 19, Արմավիրի մարզ, գյուղ Ոսկեհատ, ազգությամբ եզդի, ազատվել ապարտադրի զինվորական ծառայությունից կեղծիվանդության փաստաթղթերով $25,000։ Էսի մեկ Ուրեմն ես հիմա ձեզ ասում եմ մի ամբողջ ընտանիք, որոնք բոլորը ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, նորից ազգությամբ եզդի։ Գրեք հետևյալ կերպով. Ռուստամ, Զոհրաբ, Ալիկ, այդ իրեքի անունը գրեք, Ռուստամ, Զոհրաբ, Ալիկ։ Հայրանումները Ազիզի, բոլորը, Ազիզի,
Ազգանունը Մաջիթյան, իրեկին էլ Մաջիթյան։ Ռուստամի կողը գրեք ծննդյան թիվը 051085, դե նո բնականաբար արդեն անցել է 27-ը, բայց սա դատախազության համար։ Ուրեմն Ռուստամը 051085 թիվ, Զորաբը Ազիզ Մաջիթյանը 191087 թիվ, իսկ Ալիկը 010995 թիվ։ Սրանք բոլորը Շիրակի զինկոմիսարիատ, բայց հիմա նայեք ամենահետաքրքիրը, եւ Ջանգոյան Սուրիկի, եւ Ազիզին, ներողություն, Ռուստամի, Զորաբին, Ալիկի, այսինքն այս բոլորին բանակից ազատելա միջնորդ նովա եղել, այսինքն 10-ով նովատար է, Սամվել Ավդոյան, որը աշխատել է նախկին քննիչ, Սամվել Ավդոյան, ազգությամբ եւս եզդի, Արմավիրի մարզ, Ղուրաբազի բնակիչ, ես մատ գյուղ ամ, Ինչի։ ես էլ եմ դժվարանում, Ղուրաբազի, կամ տես գյուղ կա ինչ, ոչ իմ Արմավիրի մարզ, դեղ դու կոպերատիվով կհանեք, Սամվել Ավդոյան նախկին քննիչ, ազգությամբ եզդի, Արմավիրի մարզ, նոր հաճնում ունի սուպերմարկետ, ինչ-որ տես տեղեկություն ագալի օպերատիվ, $500,000 անոց սուպերմարկետա եւ այսինքն այս անձը սիստեմատիկաբար օգտագործելով իր պաշտոնական դիրքը նախկինում եւ կապերը բանակից ազատել է մի շարք ազգությամբ եզդի ժողովրդի։ Ղուրաբազ ուղեցին ինձ, Ղուրաբազ գյուղ։ Ղուրարազա, Ղուրաբազա, Ղուրաբազ, господи։ Ոչ իմ Ղուրաբազ, հա։ Սրանով դուք արդեն բանը փոխանցեք ձեր Ղուրարազ, ներողություն։ Ղուրարազ, քֆուր այսի։ Ասանով արդեն դուք բան արեք, փոխանցեք ձեր ղեկավարությանը, թող աշխատեն այս ուղղությամբ։ Շնորհակալություն ձեզ բարի ծառայություն։ Մի ամբողջ ընտանիք զինվորական դատախազից։ Քո Արմավիրի մարզի զինվորական դատախազը ով է։ Քո Արմավիր ասում եմ, ներողություն, Շիրակի մարզ։ Չի տեսել, վայն կամալ, որ գնացել են անձնական գործերը ստուգելու։ Չի տեսել, որ այս մարդու ընտանիքը, այս Ազիզի, ինչքան տաղա բերել է, սա բանակից ազատվել է։ Չի հասարակ բան էլի։ Վերցնում են անձնական գործեր, քո ԱԱՑ-ն, անձնական գործեր ազին կոմիսարիատը ամեն տարի գնում ստուգում են, չէ։ Ամեն տարի որ ստուգել են, չեն ասել, լավ, մի տեղ են հիվանդ էր։ Հարց չկա, այս մի տեղ են հիվանդ էր։ Երկրորդն էլ էր հիվանդ։ Լավ, երկրորդն էլ էր հիվանդ, մեկը սմռակ էր, մեկն էլ չգիտեր, շաքարախտ էր, արգանդի մինին գիտեր, բայց մեռնում էր։ Բայց մեկը իրեքն էր հիվանդ։ Այսինքն այս վային կոմին ես երկրորդ բաժնի պետին պետք արդեն կլանավորել։ Բաց, դատել։ Սրանց բոլորին էլ հետը, սրանց բժիշկներին, բոլորին։ Եվ այս ընկերը որ կա, այս Սամվել Ավդոյան, մի հատ էլ հասկանանք, սա ով է, նոր հաճնում սուպերմարկետ, ինչով է բացել սուպերմարկետը, մարդկանց բանակից ազատելով, հա, խտրեմ, նստացեմ, ինի ա բոզի տղա հեծանիվա քշեմ, բա դուք ինչ եք անում, հիմա էլ հետևից ես Ջանգոյան Սուրիկը, 20 օր առաջ այդ ամուսնացել է,